Եմ թե ինչ առաջարկ ունենք մենք։ Այդ առաջարկի անունը բարդ միջազգային տերմինով կոչվում է ինդուստրիալիզացիա։ Մենք ասում ենք արդյունաբերականացում։ Հայաստանի արդյունաբերականացումը այլընտրանք չունի։ Այսինքն Հայաստանը ունեցել է շատ լուրջ արդյունաբերական պոտենցիալ, բայց սովետական միության քանդվելու պարագայում, քանի որ շատ բարդ է անցել շուկական տնտեսության, եղել են սահմանների խնդիրներ եւ երկիրը ունեցել էներգետիկ խնդիրներ, մեր արդյունաբերական ամբողջ պոտենցիալը ոչնչացվել է։ Եվ վերջի տարիների ընթացքում մենք ոչ թե փորձել ենք վերակենդանացնել մեր արդյունաբերությունը, այլ փորձել ենք ինչ-ինչ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով պահել մարդկանց, ապահովել նրանց զբաղվածությունը։ Սիրելի գյուղականցիներ, ձեր քաղաքը չի կարող բնակության անկում չունենալ, չի կարող զարգացում ունենալ, եթե քաղաքում չի կառուցվում գործարաններ։ Եթե չկառուցվեն գործարաններ, այսօր 77,000 մարդ է ապրում այստեղ, 7 տարի առաջ 80,000 մարդ էր ապրում։ Ես ձեզ վստահեցնում եմ, 7 տարի հետո ապրելու է 74,000 մարդ եւ իջնելու է բնակչությունը։